Երեկ Կեչարիսի եկեղեցում կիրակնորյա պատարագի ժամանակ չի զեղչվել կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի ցուցումով, որին ներկա է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է Կեչարիս եկեղեցու հոգևորական Տեր Սահակ Քահանան։ Տեր Առաքել arczepiskopos-ը ասել է, որ ինչպես միշտ է արվել պատարագը, այնպես էլ պետք է կատարվի, այլ բան չի հանձնարարվել, նշել է Տեր Սահակ Քահանան։ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանը այն եպիսկոպոսներից մեկն է, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին եւ հանդես են գալիս Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Նա ներառված է այն 10 հոգևորականների շարքում, որոնք ստորագրել են Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի կարգալույծ անելու նախաձեռնության տակ։ Վերջին շրջանում կաթողիկոսի անվան զեղչումը տեղի է ունենում հատկապես այն եկեղեցիներում, որտեղ պատարագին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաղթահարելով խոչընդոտները վերափոխելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները։ Այս տարի ահա այս խորագիրն ունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել միավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։ Վերջին տվյալներով միավով ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը 5067 է, հաշվարկային թիվը 7300։ 2025 թվականին տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրման եւ միավի բուժման ապակենտրոնացման նպատակով, որպեսզի ապահովի ամբողջ հանրապետության տարածքում միավով ապրող անձանց առավել մատչելի, անխափան ու բարձրորակ բուժօգնությունը։ Հայաստանում բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերով, բուժառուի համար բացառապես անվճար։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտնել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը վիրավորել է Վոլոդիմիր Զելենսկուն։ Նրա խոսքով նախագահի քաղաքական հակառակորդների, այդ թվում Ժողովրդի ծառակուսակցության ղեկավար Դավիթ Արախամիայի ուրախությունը ժամանակից շուտ է եւ կարող է բերել հակագրավումների։ Դուբինսկին շեշտել է, որ Երմակի հեռացումը կարող է դառնալ պատճառ, որ Զելենսկին վրեժխնդիր լինի նրանց նկատմամբ, ովքեր աջակցել են այդ գործընթացին։ Զելենսկին վիրավոր է, բայց ոչ սպանված, իսկ վիրավորված Գազանը ավելի վտանգավոր է, ընդգծել է Դուբինսկին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկին աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է 6 թեկնածու։ Նրանց թվում են պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, առաջին փոխվարչապետ Միխայել Ֆեդորովը, հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսյան։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին Ազատությանը փոխանցել է Հրաչյա Հակոբյանը։ Նա ասել է, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ։ Կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ։ Առաջադրվելու դիմումներ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը։ Իշխանական երկու պատգամավոր Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը եւս որոշել են չառաջադրվել։ Յուրաքանչյուր ընտանիքի երեխայի ծննդյան առթիվ կտրամադրվի 4 նպաստ։ Այս մասին հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ 22 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամական աջակցություն յուրաքանչյուր ամիս մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Պայմանն այն է, որպեսզի այս 50,000 դրամ ամսական եկամուտները տրամադրվեն, որպեսզի երեխայում նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի 3-րդ կամ հաջորդ, այսինքն 22 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում ծնվի 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխա, մեկից ավել երեխա ծնվելու դեպքում տրվում է յուրաքանչյուր երեխայի համար, այսինքն օրինակ, եթե ընտանիքում առաջին անգամ եռյակ ծնվի, ապա յուրաքանչյուր երեխայի համար 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարին լրանալը։ Պայմանն նաև որպեսզի երեխայի ծնողները լինեն ՀՀ քաղաքացիներ, առնվազն դիմող ծնողում դիմումի հիման վրա կնշանակվի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նա մանրամասներ է ներկայացրել կառավարության հավանության արժանացած օրենքի նախագծերից։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը եւ այս 4-րդ տեսակը, որ կներմուծվի օրենքի ընդունումով,
երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը։ Առաջին ասացի բոլոր մամաներին է տրամադրվում, ծննդյան միանվագ նպաստը բոլոր ընտանիքներին է տրամադրվում, չաշխատող ներողություն, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը դարձյալ բոլոր մամաներին է տրամադրվում, ես կասեի ծնողին, որտեղ մենք ունենք նաև հայր ու նշանակել ենք երեխայի խնամքի նպաստ, եւ այս 4-րդ տեսակը արդեն կարգատվից կախված ենք տալիս։ Ընդ որում պիտի դիտարկել այս օրենսդրական փոփոխությունը համակարգային, որովհետև զուգահեռաբար վերանայվում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի համակարգը։ Դեկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը։ Քննարկումների արդյունքներով ժամը 14:30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ ԱԳԱԿ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի երկրորդ գագաթնաժողովին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոս, հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտնել է, որ երբեմն օգնում է վարչապետ Վիկտոր Օրբանին ռուսերենից հունգարերեն թարգմանությունների հարցում։ Սիարտոն կոչ է արել չքննարկել անստույգ թարգմանությունների հարցը Օրբանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Կրեմլում կայացած բանակցությունների ժամանակ։ Դա քննարկելու արժանի հարց չէ, քանի որ դա թիմային աշխատանք է։ Ուստի ես նույնպես կարող եմ օգնել, եթե խոսքը ռուսերենի մասին է։ Ես սովորաբար օգնում եմ վարչապետին, ընդգծել է Սիարտոն։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն ծաղրել է նախագահ Էմանուել Մակրոնին։ Վլադիմիր Պուտինի կողմից Եվրոպային ուղղված Ռուսաստանի ենթադրյալ սպառնալիքներին արձագանքից հետո կարծում եմ Մակրոնի ականջները շատ բարձր են զնգում, հայտնել է Ֆիլիպոն, Ռուսաստանի նախագահի ելույթը կցելով գրառմանը։ Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն դեպքում հաստատել իր դիրքորոշումը, որ մտադիր չէ հարձակվել եվրոպական երկրների վրա։ Պուտինը նաև խաբեբաներ է անվանել Եվրոպայի վրա Ռուսաստանի հարձակման ռիսկի մասին տեղեկատվություն տարածողներին։ Պետության ղեկավարի խոսքով Ռուսաստանը պատրաստ է արևմուտքի հետ քննարկել եվրոպական անվտանգության եւ ռազմավարական կայունության հարցերը։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ միայն արհեստական բանականությունը եւ ռոբոտաշինությունը կարող են լուծել ԱՄՆ պարտքային ճգնաժամը։ Կարծում եմ արհեստական բանականությունը եւ ռոբոտաշինությունը միակ բանն է, որը կլուծի ԱՄՆ պարտքային ճգնաժամը, որովհետեւ ԱՄՆ պարտքը ներկայումս անհավանական բարձր է եւ պարտքի տոկոսավճարները գերազանցում են պաշտպանական բյուջեն, ասել է Մասկը հնդիկ ձեռնարկատեր Նիխիլ Կամաթի կողմից վարվող փոդքասթի ժամանակ։ Նա հավելել է, որ արհեստական բանականության եւ ռոբոտաշինության լայն տարածումը կհանգեցնի դեֆլյացիայի, ապրանքների եւ ծառայությունների քանակի եւ դրամական զանգվածի միջև եղած տարբերության պատճառով։ Բելգիան դեռևս դեմ է Ուկրաինային վարկ տրամադրելուն, օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները եւ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։ Բելգիան ունի օրինական մտահոգություններ ռիսկերի վերաբերյալ, բայց մյուս բոլոր Եվրամիության անդամ պետությունները հայտարարել են, որ պատրաստ են կիսել այդ ռիսկերը։ Այսպիսով մենք քննարկում ենք այս հարցերը, ասել է Կալասը։ Նոյեմբերի 28-ին Պոլիտիկոն հղումանելով դիվանագիտական աղբյուրներին հաղորդել էր, որ Եվրամիության որոշ երկրներ կասկածում են Բելգիային սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու մեջ։ Այդ իսկ պատճառով այն հետաձգում է դրանց փոխանցումը Ուկրաինային։ Հոդվածի համաձայն եվրոպական տարբեր երկրներից 5 դիվանագետներ դժգոհություն են հայտնել Բելգիայի կողմից ռուսական ակտիվները պահելու ակնհայտ երկրորդական նպատակների վերաբերյալ։ Նրանք նշել են, որ երկիրը խախտում է անցյալ տարի ընդունված միջազգային պարտավորությունը, բացահայտել, թե ինչպես է օգտագործում այդ միջոցները։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը եւ Ուկրաինայի զինված ուժերի անհաջողությունները առաջնագծում ստիպում են Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն պայքարել իր գոյատևման համար։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստոֆ Վաները։ Զելենսկին ըստ էության պայքարում է իր գոյատևման համար, նշել է լրագրողը։ Վաները նաև ընդգծել է Կիևի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշման աճը, Զելենսկուն ստիպելու համաձայնվել տարածքային զիջումների հօգուտ Ռուսաստանի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հետաքննել ամերիկյան լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որոնցում պնդվում է, որ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հրամայել է մահապատժի ենթարկել Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հարձակումներից փրկվածներին, հաղորդում է Washington Post-ը։ Նախագահը լրագրողներին ասել է, որ կհրամայի հետաքննություն սկսել այս տեղեկատվության վերաբերյալ։ Նա նշել է, որ ինքը նման հրաման չէր տա, սակայն Հեքսեթը վստահեցրել է նրան, որ ինքը չի հրամայել մահապատժի ենթարկել զեկույցում նշված երկու անձանց։ Նախագահն ասել է, որ վստահում է Պենտագոնի ղեկավարի բացատրություններին։ Արձագանքը պայմանավորված էր թերթի հոդվածով, որը հղում էր անում աղբյուրներին, որոնք պնդում էին, որ Հեքսեթը հրամայել է սպանել բոլորին Վենեսուելայի ափերի մոտ նավակների ոչնչացման ժամանակ, այդ թվում կրկնելով առաջին հարձակումից փրկվածների վրա հարվածները։ Կիրակի օրը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները կենտրոնացած են Ռուսաստանի հետ փաստացի սահմանի սահմանման վրա, որպես խաղաղության համաձայնագրի մաս, հաղորդում է Axios-ը, հղում անելով երկու ուկրաինացի պաշտոնյաների։ Հրապարակման աղբյուրները 5-ժամյա հանդիպումը բնութագրել են որպես դժվար եւ լարված, բայց արդյունավետ։ Ամերիկյան կողմը կիրակի օրվա հանդիպմանը ժամանել է Մայամիի մոտ գտնվող ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի բացառիկ Շելբեի գոլֆի ակումբ տարածքային հարցի շուրջ առաջընթացի հասնելու հույսով, որը Ուիթքոֆը կարող է ներկայացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նրանց հանդիպման ժամանակ, նշվում է հաղորդագրության մեջ։ Մեկ ժամ տևած ընդլայնված բանակցություններից հետո մասնակիցների թիվը կրճատվել է մինչև 3-ական պաշտոնյա յուրաքանչյուր կողմից։ Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ տարածքային վերահսկողության գիծը մնացել է գործնականում միակ քննարկվող հարցը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կլինովոյ անունով բնակավայրը, որը գտնվում է Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում։ Նախարարության տվյալներով ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի 5 բրիգադների ստորաբաժանումներին՝ Սևերսկի, Կրամատորսկի, Սլավյանսկի, Զակոտոնիեի, Ստեպանովկայի, Ռեզնիկովկայի եւ Կոնստանտինովկայի շրջաններում։ Զեկույցի համաձայն մեկ օրում ուկրաինական կողմը կորցրել է ավելի քան 210 զինծառայող, ինչպես նաև մի շարք զրահատեխնիկա, այդ թվում Ստրայքեր եւ M113 տիպի զրահափոխադրիչներ։ Գերատեսչությունը հայտնել է, որ ոչնչացվել են 9 ավտոմեքենա, դաշտային հրետանու 4 միավոր, ռադիոէլեկտրոնային պայքարի 2 կայան եւ նյութատեխնիկական միջոցների 2 պահեստ։ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռևս չի տեղեկացրել ԵՄ-ին Ֆլորիդայում անցկացված բանակցությունների իրական արդյունքների մասին։ Նրա խոսքով բանակցությունները նկարագրվել են որպես դժվար, բայց արդյունավետ, սակայն պաշտոնական եզրակացությունները դեռևս հայտնի չեն։ Կալասը նշել է, որ պատրաստվում է կապ հաստատել Ուկրաինայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ, ճշտելու բանակցությունների իրական բովանդակությունն ու հնարավոր որոշումները։ Նրա գնահատմամբ այս շաբաթ կարող է դառնալ վճռորոշ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Բրիտանական The Telegraph թերթը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ում բանակցություններին մասնակցելու համար ուղարկել է անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին, որի անունը շոշափվում է կոռուպցիոն սկանդալի պատմության մեջ։ Պարբերականի խոսքով Ումերովը նշանակվել է Զելենսկու գլխավոր բանակցող։ Հոդվածում նշվում է, որ Ումերովի անունը կապվում է այն կոռուպցիոն գործի հետ, որը ըստ աղբյուրների հանգեցրել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականին։ Այս հանգամանքը բրիտանական մամուլի գնահատմամբ բարձրացրել են հարցեր Ուկրաինայի բանակցային պատվիրակության կազմի շուրջ։
Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը հայտարարություն են տարածել կալանավայրից, անդրադառնալով եպիսկոպոսների հայտարարությանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խորցավով կատարել հետևյալ հայտարարությունը։ Դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը դավադիր գաղթագողի վարքով։ Դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ եւ դավաճաններ քաշելու եկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին։ Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց ուզող հարցերը բարձրացնել եկեղեցական տիրույթում եւ ատյաններում։ Դիմում ենք վեհափառ հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսատ ժողով քննարկելու առկա հարցերը եւ պատրաստելու ազգային եկեղեցական ժողովի օրակարգը, միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված 3 սրբազաններից մասնակցությունը։ Աղոթում ենք, հույս եւ համոզում ենք հայտնում, որ վեհափառ հայրապետն ամուր եւ անսասան կմնա եւ որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը եւս։ Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ներկա եւ ոչ գալիք բաները, ոչ զորությունները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով է։ Ասված է սրբազանների հայտարարության մեջ։ Երկրի այսօրվա ղեկավարն ուզում է ունենալ կառավարելի ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը եւ որևէ կերպ հավաքական կամ անձնական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությանը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանը, անդրադառնալով եպիսկոպոսների հայտարարությանը, որով վերջիններս հորդորում էին վեհափառին Արշակ Սրբազանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում եւ ծառայությունը առժամանակ կասեցնել։ Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ վեհափառը մենակ չի մնացել։ Դավաճանաստայ եպիսկոպոս է հայտարարություն արել, եկեղեցին համախմբված է։ Վեհափառի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը դեսանելի դարձնելու համար անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են վեհափառի շուրջ։ Եվ ավելին ասեմ ձեզ, եթե անգամ վեհափառը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չի լինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է որևէ մեկը, որևէ ձևով չի կարող համարել, որ վեհափառը պաշտոնաթող է եւ վեհափառը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես նորից եմ ասում, վեհափառին աջակցողների բանակը մեծ է, վեհափառի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։ Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի նոյեմբերի ամսին ծնվել է 181 երեխա, 96 տղա է լույս աշխարհի եկել, 85 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել է նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, թե ինչու Սուքիասյանի խոսնակը չի մեկնաբանել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում ձերբակալել է օտարերկրյա դրոշշիտակ ընթացող նավ, որը տեղափոխում էր 350,000 լիտր ապօրինի վառելիք։ Մեհր գործակալությանն է հայտնել ԻՀՊԿ-ի երկրորդ ռազմածովային գոտու հրամանատար Հեյդար Խոնարյան Մոջարադը։ Հրամանատարը շեշտել է կորպուսի մշտական ջանքերը Իրանի սահմանների պահպանման գործում, հատկապես Պարսից ծոցում, ընդգծելով, որ տարածաշրջանի համապարփակ մոնիթորինգը եւ իրավիճակի լիարժեք վերահսկողությունը հնարավորություն են տվել հայտնաբերել եւ կասեցնել Մաքսանենք վառելիք տեղափոխող նավը։ Ըստ նրա, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է հաստատակամորեն իրականացնել իր առաքելությունը պայքարելով խախտողների եւ մաքսանենկների դեմ, եւ այս ուղղությամբ ձեռնարկվել են զգալի միջոցառումներ։ Հրամանատարը հաստատել է, որ ձերբակալված նավը, որը շարժվում էր Էսվատինի դրոշի տակ, տեղափոխում էր 350,000 լիտր մաքսանենք վառելիք։ Նա հավելել է, որ նավում եղել են հարևան երկրից
անձնակազմի 13 անդամներ։ Նավը դատարանի որոշման համաձայն տեղափոխվել է ափ եւ ներկայումս բեռնաթափվում է։ Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռոսնեֆտի, Լուկոյլի, ինչպես նաև այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք դրոններով կազմակերպում են ուկրաինացիների համակարգային ոչնչացումը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Շարունակում ենք պատժամիջոցային աշխատանքը, այսօր 2 նոր որոշում կա։ Ուկրաինան համաժամանակացրել է պատժամիջոցները Միացյալ Նահանգների հետ եւ սահմանափակումներ է կիրառել Ռոսնեֆտի, նրա ձեռնարկությունների, ինչպես նաև Լուկոյլ խմբի մեջ մտնող ընկերությունների նկատմամբ, նշել է Զելենսկին։ Ըստ նրա, այս ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները արդեն զգալիորեն զրկում են ռուսաստանյան պատերազմի մեքենան ֆինանսներից եւ դա պետք է շարունակել։ Բացի այդ, Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանցի մարդասպանների նկատմամբ, որոնք կազմակերպում են ուկրաինացիների համակարգային ոչնչացումը դրոններով, հավելել է նախագահը։ Զելենսկին ընդգծել է նաև, որ տարվա ավարտին սահմանել է պատժամիջոցային քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, պատժամիջոցների հետագա համաժամանակեցում գործընկերների հետ, ԵՄ-ի 20-րդ պատժամիջոցային փաթեթի նախապատրաստում, սահմանափակումների ուժեղացում ստվերային նավատորմի, ռուսաստանյան ռազմական արտադրության համագործակցողների եւ քարոզիչների դեմ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև այն ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են հետախուզական եւ հարվածային ԱԹՍ-ների եւ անօդաչու ավիացիոն համալիրների մշակման ու արտադրության մեջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին նախագահականներում ստանալու պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին։ Այս մասին հաղորդել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը։ Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի գրասենյակը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ ստանալու մասին, որում ամերիկացի առաջնորդը կոչ էր անում դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը եւ ներում շնորհել վարչապետին։ Հերցոգը պատասխանել էր, նշելով, որ անհրաժեշտ կլինի նախագահականներում հայցող անձի պաշտոնական խնդրանքը։ 2024 թվականի դեկտեմբերին Թել Ավիվի շրջանային դատարանում սկսվել են Իսրայելի վարչապետի դեմ գործերի վերաբերյալ երկարատև լսումները։ Նեթանյահուի նկատմամբ իրականացվում է մի քանի քրեական հետաքննություն։ Կաշառակերության ամենալուրջ մեղադրանքները ներկայացված են այսպես կոչված գործ 4000-ով, որը վերաբերում է երկրի հաղորդակցության խոշորագույն խմբի Բեզեքի համար լոբինգին։ Ընկերության կողմից վերահսկվող Walla առցանց լրատվական կայքում Նեթանյահուի դրական լուսաբանման դիմաց։ Նեթանյահուի դեմ առաջադրվել են խարդախության եւ վստահության խախտման մեղադրանքներ եւս 2 գործով։ Առաջինը վերաբերում է մեղադրանքներին, համաձայն որոնց Նեթանյահուն թանկարժեք նվերներ, բացառիկ սիգարներ եւ շամպայն է ստացել հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչինից, որոնց ընդհանուր արժեքը քննիչները գնահատում են գրեթե $200,000։ Քննիչները կարծում են, որ նվերների դիմաց Նեթանյահուն լոբինգ է արել օլիգարխի անձնական եւ գործարար շահերի համար։ Մյուս գործը վերաբերում է վարչապետի փորձերին բանակցելու երկրի ամենամեծ մեդիախմբերից մեկի հետ։ Մյուս գործը վերաբերում է վարչապետի փորձերին բանակցելու երկրի ամենամեծ մեդիախմբերից մեկի սեփականատիրոջ հետ։ Վարչապետի գործունեության բարենպաստ լուսաբանման դիմաց պետք է ընդունվեր օրենք, որը կսահմանափակեր այդ լրատվամիջոցի մրցակից մեկ այլ թերթի գործունեությունը։ Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ այս մեղադրանքների նպատակը իրեն վարչապետի պաշտոնից հեռացնելն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել էր դիվանագետներին ամբողջ աշխարհում դադարեցնել վիզաների տրամադրումը Աղվանստանի քաղաքացիներին, ասվում է պետդեպարտամենտի հեռագրում, որի հետ ծանոթացել է Reuters-ը։ Այսպիսով, փաստացիորեն կասեցվել է հատուկ ներգաղթի ծրագիրը այն աֆղանցիների համար, որոնք իրենց երկրի 20 տարվա օկուպացիայի ընթացքում օգնել են Միացյալ Նահանգներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կեղծ պատրվակներով խախտում է հրադադարը։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Համասը չնայած սադրանքներին համբերատարություն է ցուցաբերում հրադադարը պահպանելու հարցում, նշել է նախագահը։ Էրդողանը հավելել է, որ սոցիալական ցանցերում եւ իսրայելական լրատվամիջոցներում ապատեղեկատվական արշավ է տարվում թուրք ժողովրդի համերաշխությունը Պաղեստինի ժողովրդի հետ կանխելու նպատակով։ Սովի խնդիրը Սուդանում, Հարավային Սուդանում, Հայիթիում եւ Մալիում հատկապես մտահոգիչ է, իսկ Գազայի հատվածում մոտավորապես 2 միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Ռուսաստանում գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը։ Ամենամեծ մտահոգության առարկա երկրներն են Պաղեստինը, Գազայի հատված, Սուդանը, Հարավային Սուդանը, Հայիթին եւ Մալին։
Այս երկրների բնակչությունը արդեն իսկ բախվում է սովի վտանգի կամ խիստ պարենային անապահովության աղետալի մակարդակի հետ, ասել է Կոբյակովը։ Նա ընդգծել է, որ Գազայում մոտավորապես 2 միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ ժամանել էր Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մասնակցում էր Կիրակնորիա պատարագին։ Պատարագին ներկա էր նաև Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Պատարագին մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Օրերս Փաշինյանի մոտ եպիսկոպոսած ընդունելություն էր, որին մասնակցում էր նաև Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Նա ի թիվս հանդիպանը մասնակից հոգևորականների դեմ է դուրս եկել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Երեկ վաղ առավոտից արդեն ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունն աննախադեպ թվով ուժեր էին կենտրոնացրել Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում։ Նաև միջադեպեր եղան վեհափառի կողմնակիցների եւ եկեղեցուն դեմ դուրս եկած իշխանությունների կողմնակիցների միջև։ Փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Այս մասին դեկտեմբերի 1-ին ժամը 10:12-ին ահազանգ է ստացվել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը, որտեղ տեղակայված էին տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստը։ Կա տուժած, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Հռոմի Պապն աղոթել է Ստամբուլի հայկական եկեղեցում եւ ողջույններ փոխանցել կաթողիկոսին։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Թուրքիայի իր այցի 4-րդ եւ վերջին օրը սկսեց աղոթքով Ստամբուլի հայ առաքելական եկեղեցում։ Այս մասին հայտնել է Վատիկան Նյուզը։ Իր խոսքում Պապը ողջունել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, ինչպես նաեւ Թուրքիայում գտնվող ամբողջ հայ առաքելական համայնքին։ Նա գոհություն է հայտնել Աստծուն հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ բերկական պայմաններում։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հետախուզում է հայտարարվել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ։ Վերջինս հետախուզվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի առաջին մասի, այն է կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է ինքնազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում այս հատկանիշներով։ Գրիգորի Խաչատուրովը գեներալ գնդապետ ՔԱՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի տղան է։ Այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու ուժ է տալիս մեզ։ Այս մասին այսօր նոյեմբերի 29-ին Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Եսայի քահանա Արթենյանը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս բերելու մասին։ Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարտուղմեոս առաքյալների պատգամը դարերի խորքից միշտ մեզ առաջնորդում է լինել հավատարիմ ավետարանի պատգամներին, Քրիստոսի լույսին։ Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ եւ իր պատգամների շնորհիվ։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ առաքյալների եւ մեր առաջին լուսավորիչների Թադեոսի եւ Բարտուղմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակին նախորդող շաբաթ օրը։ Սուրբ Թադեոսը եւ Սուրբ Բարտուղմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին արժանանալով առաջին լուսավորիչներ կոչմանը։ Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում։ Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն։ Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում դեկտեմբերի 2-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ ձյուն, դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև, Հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, դեկտեմբերի 1-ին 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով, քամին արևմտյան 2
2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ից 3-ին աստիճանաբար կնվազի 3-ից 4 աստիճանով։ Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում էապես չի փոխվի։